Բարի երեկո բարեկամներ, սկսենք հաճելի անակնկալից, որ այսօր ունենք, մեր բարեկամ համախոհ մաթեմատիկոս Վիկտոր Վահանյանը, ով Ախալցի խելցեին և հիմա ապրում է Սոչիում, խնդրել է, պատվիրել է իր ընկերոջը Հովհաննես Աղաբաբյանին, ով նույնպես Ախալցի խելցեի հիմա ապրում է Արարատում, նա ազատամարտիկ է, նկարիչ և բանաստեղծ, խնդրել է տիկին Լեյլա Ստեփանյանի համար նկարել նկար և ցուցադրեմ տիկին Ստեփանյանի Գադրուտի բնակավայրից եկեղեցին է իրենց տան կողքը գյուղում և նաև Մոայի արձանն է Զատվի կղզու, գիտեք, որ տիկին Ստեփանյանը հետազոտում է Զատվի կղզու լեզուն և հայրենի համադրությունները, երկու իրեն հարազատ բաներ և խնդրել են, այստեղ է Հովհաննեսը այսօր, եկել է Հարտաշատից, Արարատից, որ նվիրի և խնդրել են Հովհաննեսը և Վիկտորը խնդրել են փոխանցել տիկին Լեյլային և ասել, որ իրեն շատ սիրում են, հայ հանրությունը իրեն շատ սիրում է, հարգում է և շատ գնահատում է իր ներդրումը, իր աշխատանքը, ի նպաստ հայ ազգի լեզվաբանության, հայագիտության։ Ձեզ փոխանցում եմ Հովհաննեսը այս կողմից։ Եվ այսօրվա մեր բանախոսությունը 63-րդն է թվով, մենք կրկին հրավիրել ենք Արտուր Շախնազարյանին, կոմպոզիտոր, կոմիտասագետ, Էարար և էլի մի շարք գրքերի հեղինակ, մարդ ով վերծանել է միջնադարյան խազերը, ինչի մասին և կլինի մեր այսօրվա բանախոսությունը։ Պարոն Շախնազարյանի բանախոսությունները բոլորը շատ սպասում են, տեսանյութերը մեծ տեսանելիություն ունեն և շատ թվով մարդիկ են հետևում և խնդրում, որ նորից և նորից հրավիրենք պարոն Շախնազարյանին և մենք սիրով դա անում ենք, արդեն 3-րդ անգամ հրավիրում ենք և գնահատում ենք պարոն Շախնազարյան ձեր մեծ ներդրումը մշակութաբանության, ազգագրության և կրթության ոլորտում։ Եվ հարցերը ինչպես միշտ կխնդրեմ վերջում, համեցեք։ Արմեն ջան, բարև, եկա չտեսեք։ Մեր երաժշտությունը 5-րդ դարում, որ ստեղծվեց եկեղեցական երաժշտությունը, ինչպես գրաբար լեզուն, այնպես էլ երաժշտությունը հիմնվեց հին հայկական եղանակների վրա։ Գիտենք, որ քրիստոնեության ընդունումով չէր, որ գրաբար լեզուն ստեղծվեց, գրաբար լեզուն կար հազարամյակներ առաջ, ես դա ասում եմ, որովհետև երաժշտության մեջ չգիտես ինչու նույն զուգահեռը չեն տանում, երաժշտությունն էլ է լեզու, ինչպես ունենք խոսելու լեզու, այնպես ունենք երաժշտական լեզու, որը ոչ ոք չի կարող ազգային երաժշտությունը հորինի, ինչ-որ հանգարտ ստեղծի։ Այդ ազգային երաժշտությունը իր օրենքներով գոյություն ուներ և տաճարներում քրմական, որ երգել են, և ժողովրդի մեջ։ Եվ այդ բանը վկայում է նաև եկեղեցին չի հրաժարվում դրանից։ Միջնադարյան ձեռագրերում պարզ գրված է, որ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը մեր 5-րդ դարում եկեղեցական երաժշտությունը հիմնեցին, վերցնելով հին մեր նախաքրիստոնեական շրջանի երաժշտական համակարգերը, եղանակները, ձայնեղանակները, որոնք համապատասխանում էին տարերքներին, հող ջուրոթուր, որոնք առասպելաբանությունից, այսինչ եղանակը ծովային ալիքներից է այս լադը դարբինի զարկից է առաջացել, այս լադերը առաջացել են հյուսնի փայտի հնչումից
եւ այդպես դրանք հեթանոսական շրջանի ավանդույթներն էին, ձայնեղանակների ինչպես են ծնվել։ Այսինքն եկեղեցին վերցրեց մեր հին երաժշտությունը, նաեւ վերցրեց ասերգը։ Ինչ է, երաժշտության 3 տեսակ կա, երգի, մեկը դա ասերգն է, ասերգը նա է, որ ոչ խոսք է, ոչ երաժշտություն։ Այսօր դուք գիտեք, որ եկեղեցում ասերգում են, ասենք սրբո ավետարանի Հիսուսի Քրիստոսի որոստովանու Տեր մեր Հիսուս Քրիստոս ասե, չէ, ոչ երգա, ոչ բան։ Ժողովուրդն էլ ունի, օրինակ Մոկաց Միրզան ոչ երգ է, ոչ խոսք է։ Օրներ ուրբաթ, լուսի շաբաթ, Կաշտերի իրենք մալաքավեն, թղթիկ մեկավ, ջզիր ու քաղքեր, ասերգա։ Սավսի Դավիթ էպոսն էլ մի մաս ասերգեր են, երգեր են։ Եվ կա միջին երգ, որ շատ պարզ երգ է, ամեն վանկին մի ձայն է հասնում, ասերգից հետո դա է, հաջորդ ճակերտավոր ասած բարդություն, օրինակ անկանի մարաջիկո Եվ խնդրեմ ստողություն հանցանացի մո եւ այլն։ Եվ կա միջին բարդության, օրինակ ասենք եւ այլն։ Եվ կա շատ բարդ, որ մի վանկի վրա կարան շատ ձայներ գնան, ասենք Նարեկացու Հավիկ օրինակ ասում է հավիկ մի պայծառ տեսի մի հատ տեի վրա տեսա քանի նոտա գնաց, հա տեսի սա էլ բարդն է եւ Միջև 9-րդ դար, 8-րդ դարի վերջ անգիր երգել են, հետո երևի տեսել են, որ կարող է փոխվի անգիրի մեջ ինչ-որ բան, սկսել են գրանցել։ Այդ գրանցելու համար, ինչպես մեր տառերը ուրեմն խոսքը գրանցեցին, ստեղծվել են նշաններ, որպեսզի երաժշտությունը գրանցեն եւ այդ երաժշտությունը նոտագրեն, այսպես ասած, չփոխվի։ Այդ նոտագրությունը այսօրվա նոտագրությունից տարբերվում է հիմնականում նրանով, որ այսօրվա նոտագրության համար ամեն ձայնը ունի մի նոտա, բայց այստեղ մի նշանը կարող է ցույց տալ մի քանի ձայն։ Ասենք մի նշանը կարող է ցույց տալ նա, տենց, կամ նա, դա մի նշանը։ Բանաձևեր էին, ոնց որ հիրոգլիֆներն են եղել, որ մի նշանը ցույցատվե մի ամբողջ բառ։ Նույն ձևել երաժշտությունն է զարգացել։ Դրանք երաժշտական հիրոգլիֆներն էին, որոնք հետո վերածվեցին տառերի, այսպես ասած, ամեն ձայնին մեկ նշան, հա։ Ամենավաղ շրջանը, որ գրանցել են, դա ասերգն է եղել։ Ասերգել են ավետարանը, կարդացել են ասերգով, քարոզները, եկեղեցին երբեք չի խոսել խոսքով։ Դրանք բոլորը միշտ ասերգվել են, որ ես ձեզ ցույց տվեցի։ Ընդհանրապես եւ 5-րդ դարում եւ առաջ հին աշխարհում չի եղել խոսք։ Միշտ եղել է երգ եւ ասերգ։ Հոմերոսի Իլիականը եւ Ոդիսականը չեն կարդացել։ Նրանք ասերգել են ծայրից ծայր։ Սավսի Դավիթ էպոսը չեն կարդացել, ասերգել են ծայրից ծայր։ Նարեկաթու մատյան ողբերգությունը, որ դուք այսօր կարդում եք, մատենադարային ձեռագրերում այդպես չի, ոնց որ հրատարակված է, խազերով է ամբողջը ասերգի։ Այո, բոլորը, որովհետև դա ասերգվել եւ երգվել է, ծայրից ծայր։ Դա աղոթք է եղել, այսօր էլ մեր եկեղեցին չեք լսի, որ Նարեկացին կարդա։ Երբ որ հոգևորականները Նարեկացուց հատված են կարդում, կարող է շատերը չգիտեք, նրանք արդեն ասերգում են, հա, վանի չարն եւ հադարարարարան, երգելով խոսում են։ Ուրեմն սա ասերգն է, եւ այդ ասերգը երբ սկսեցին գրառել, ամենաառաջին նշանները եղել է մեկ կետը։ Մեկ կետը մեջտեղը դնելով նկատի ունեին միջակետը, տակը դնելով ստորակետը, տողից վերև դնելով վերնակետը, որ վերջակետա կոչվում։ Առոգանության մասին, ասերգի մասին մենք տեղեկություններ ենք ստանում մեր քերականներից
5-րդ դարից, որ քերականները կան, դրանք են Դավիթ անհաղթե 5-րդ դար, որ գրել է քերականություն, քերականության մեջ հատուկ բաժին կա առոգանություն, ասերգի մասին, ինչպես ասերգել, ինչպես կարդալ, կարդալու արվեստը։ Մովսես քերթողը 5-րդ դար, որ Մովսես Խորենացին է, նաև վեճ կա ինչ որ ուրիշ Մովսես քերթողել է եղել։ 7-րդ դար Արիստակես Գրիչը, Անանուն քերականը 7-րդ դար, Ստեփանոս Սյունեցի 7-րդ դար, դրանք բոլորը ունեն քերականության գրքեր առոգանություն բաժնով։ Համամ Արևելցին 5-րդ դար, Գրիգոր Մագիստրոս 9-րդ դար, Վարդան Արևելցի 8-րդ դար, 13-րդ դար, Գևորգ Կևրացի 13-րդ դար, Հովանես Երզնկացի պլյուս 13-ից 14-րդ դարեր, Հովանես Ծործորեցի 13-ից 14-րդ դարեր, Եսայի Նչեցի 14-րդ դար, Հովանես Քրնեցի 14-րդ, Առաքել Սյունեցի 14-ից 15-րդ դարեր, Գրիգոր Տաթևացի 14-ից 15-րդ դարեր, Ոսկան Վարդապետ 17-րդ դար, Սիմեոն Ջուղայեցի 17-րդ դար, Խաչատուր Էրզրուփի 17-րդ դար, Մխիթար Սեբաստացի 17-ից 18-րդ դար։ Այս բոլոր քերականները առոգանության մասին գրել են, ես այդ բոլորի արածը բերել եմ իմի, հրատարակել եմ 90 թվին առոգանություն հատորը 820 էջանոց հրատարակվել է, հետո վերահրատարակվել է միայն եկեղեցական ասերգը, այդ բոլորով սա այս հատորն է առոգանություն, եւ այդ բոլորի ասածները իմի բերելով նորից վերադառնանք ուրեմն այս բանին։ Սկզբից եղել է մեկ կետ, հետագայում միջակետը մնացել է մի կետ, ստորակետը որպեսզի ցույց տան ցածի կետն է, մի հատ գիծ են դրել տակը, որ մինչև այսօր պահպանվել է։ Իսկ վերնակետը, որ ցույց տան դա վերևի կետն է, որքան էլ տարօրինակ է, մեր վերջակետը վերջացել է վերևում։ Այսօր էլ եկեղեցում որ ասերգում են, ասում է որս թովանու պրծա վերևում, վերնակետը, մի հատ կետ դրել են վերևը, որ ցույց տան, սա վերնակետն է։ Իր անունը վերնակետ է եղել, հետո են վերջակետ ասել։ Դրա համար արդեն կարիք չի եղել էր տողից ներքև վերև դնելու, արդեն միանգամից նշանը դրել են, այդ խնդիրը չի եղել։ Եվ արդեն 5-րդ դարից բերում են այդ նշանները, որոնցով պետքա կարդալ։ Ամենապարզ նշանները մինչև այսօր պահպանվել են, գիտեք, շեշտը, բութը եւ հարցական նշանը, որ չի եղել հարցական, ձեզ ասեմ, որ դրա անունը պարույկ է։ Ուրեմն շեշտը ձայնը բարձրացնում է, բութը իջեցնում է, դրանք երաժշտական նշաններ էին կարդալու համար։ Պարույկը շեշտից եւ բութից է բաղկացած, ձայնը բարձրացնում եւ իջեցնում է։ Ուղղակի հարցականի վրա պարույկ են դնում, որովհետեւ հարցի դեպքում ձայնը բարձրանում իջնում, ասում է ուր ես գնում։ Ուր ես գնում, ձայնը բարձրանում իջնում է։ Բայց տարբեր հարցականներ կան, կարողա չբարձրացնի, չասի ուր ես գնում վերև։ Դրա համար Միշնադարում հարցականի վրա տես չի որ հարցական նշան է դրած, հարցականի վրա կարա լինի շեշտ, նայած ինչ ձև է այդ հարցը տալի, կարա լինի պարույկ, կարողա լինի երկարացման նշան, նաև կար երկարացման նշանը դեպի ցած հիասթափական նշան, օրինակ ավետարանում, երբ որ Քրիստոսը ասում է ինչի կասկածեցիր, որ ջրերի վրա քայլելուց ուրեմն ընկղվեց, Պետրոսին ասում է անդեր երկնչեցեր, ոչ թե հարցա տալի ինչու երկնչեցիր, այլ հիասթափվում է, որ ինչի sense բան արիր, դրա համար այնտեղ հիասթափական դեպի ներքև անդեր երկնչեցեր, նշանա դրած։ Եվ ամբողջ ավետարանները եւ ամբողջ այդ քարոզները նարեկացին բազմաթիվ այդ նշաններով են։ Ուրեմն առոգանության նշանները հիմնականում սրանք էին եւ կար նշաններ կոչվում էր թավ, սոսկ։ Թավը թավ հնչյունների վրա էր դրվում, որ պետքա թավ արտասանել կամ ավելի թավ այդ դեպքում եւ սոսկը դրվում էր բարձր հնչյունների վրա։ Հայերենի հնչյունները, քերականները դասավորում են ըստ բարձրության։ Ուրեմն կան սուր հնչյուններ, կան սոսկ հնչյուններ, սուրը ամենաբարձրն է, սոսկը սուրից ներքև է, հետո կա միջակ հնչյուններ, մեջտեղի, կան թավ հնչյուններ եւ կան բութ հնչյուններ։ Դրանք համապատասխանեցնում են 4 տարերքներին, բութ հնչյունները հող տարերքներ, թավ հնչյունները ջուր տարերքներ, միջին հնչյունները մեջտեղն էին, առանց տարեր, կարար չի սյունյակում, սոսկ հնչյունները օդ տարերքներ, սուր հնչյունները հուր տարերքներ։
Եվ քերականները բերում են, որոնք են թավ հնչյունները, որոնք են սոսկ հնչյունները։ Իրանց բերած բոլոր տեղեկությունները չի համապատասխանում ոչ Աճարյանի բերած տեղեկություններին, ոչ Աբեղյանի, ոչ էլ մեր մյուս լեզվաբանների, թե հայերենում որն են սոսկ հնչյունները, թավ հնչյունները, եւ որովհետեւ փոխվել է հայերենի կարող է շատ բաներ, համենայն դեպս դա շատ պարզ բան էր։ Բաղաձայնները օրինակ մենք ունենք օրինակ տ, դ, թ, տ-ն բարձրի հնչյուններ, դ-ն միջակ բաղաձայններ, թ-ն ցած, թ-ն ցած, կամ կ, գ, ք, կ-ն վերևնա, գ-ն մեջտեղնա, ք-ն ցած է, п, բ, փ, п-ն վերևնա, բ-ն մեջտեղի բաղաձայնն է, միջակ, կոչվում է միջակ, փ-ն համարում էին թավ բաղաձայներ։ Եվ ձայնավորներն էին բաժանում ուրեմն այդպես վերևից ներքև։ Դա ոչ միայն մեր մոտ էր, եւ հույների մոտ է, չինացիների մոտ է, հնդկացիների, հնդիկների մոտ է, ձայնավորները 7 ձայնավորը համապատասխանում էին ըստ իրենց 7 լուսատուներին, ուրեմն այնտեղ լուսին, մերկուրի, փայլածու, լուսնթակ եւ այլն, Վեներա, Մարս, արև 7 լուսատուներին էին համապատասխանում եւ ըստ բարձրության, այսինքն վերևում ամենավերևում ան է, հետո ի, ե, n մեջտեղում է, հետո գալիս է վյունը, ո-ն, ցած եւ ն ամենացածում է համարվում ըստ քերականների, այդպես բաժանվում էին եւ դրանցից ամեն մեկը ունեցել է մի նոտա, մի ձայն, որովհետեւ խորենացին էլ ասում է, որ Մաշտոցը սկզբից ձայնավորները կարգավորեց եւ արդեն մյուս մատենադարանի ձեռագրերը վկայում են, որ 7 ձայնավորները համապատասխանել են հնչյունաշարի 7 ձայներին եւ բերվում են խազեր արդեն ձայնավորներով։ Գրվում է 7 ձայնավորները, ամեն ձայնավորի վրա դրվում է մի խազ։ Օրինակ վերջի ձայնավորի վրա, ասենք այ 7-րդի վրա դրվում է խազ, որը արևի նշանն է, կլոր մեջտեղելի կլոր, եւ մենք սրանով իմանում ենք, որ սա 7-րդ ձայնն է ձայնաշարի, որովհետեւ մեր համակարգում արևը 7 լուսատուներից գտնվում է ամենավերևում։ Հույների մոտ էլ է այդպես, 7 լուսատուներից ամեն մեկը համապատասխանում է մի նոտայի, Պյութագորասից է դեռ գալիս։ Չինացիների մոտ էլ է այդպես, բոլոր հին ազգերի մոտ այդ համակարգը նույնն է, այդպես է։ Եվ ուրեմն սկսեցին այսպես գրանցել։ Հաջորդը մի հատ նայենք, մյուս բանը, եթե կարելի է փոխել, հա, որն էր, երկրորդ աղյուսակը։ Տեսեք, այստեղ մի հատ մնա, տեսեք միջին, վերին, միջակետ, սա պարույկն է, բութը, վերնակետը, միջը ստորակետը, հա, գնանք հաջորդը։ Ամենապարզը սկսել են այդպիսի նոտագրությամբ։ Այսինքն մոտավորապես հիշացրել են երգիչին, որ ինքը շեշտա, պիտի ձայնը բարձրացնի, անգիր գիտի շարականը, բայց իրան հիշացնում են, որ ստե ձայնը պիտի մոտավորապես է գրանցված, շատ, նոտա չի։ Ասում է ձայնը պիտի բարձրացնես, հիշի, ստե բութն է, պիտի իջնի, միջակետն է, մեջտեղի ձայնն է, հա։ Տեսեք ձայնավորները, ոնց ասես մեծանում, հա, սովորեցի արդեն, հա։ Այսպես է դասավորվում, հերթականության, սա բութ ձայնավորն է, բութ նշանը, միջին, թավ, սոսկի նշանը սա է, այս է, սա սոսկի նշանն է, ինչի սոսկ, տեսեք, ամենասուրը շեշտն է, սոսկը, որ սուրից ցած է, մի հատ շեշտ է, վրեն ցած նշան, շեշտը մի քիչ ցած, սա հավասար է, թավը բութի նշանն է, բայց վերև բութից, վերևը նշան է դրած, բութն է, բայց բութից վերև, բութը ամենացածն է։ Նշանները նման էին իրանց ձևին։ Սա խազեր են սրանք։ Սրանք մտնում են խազերի ցուցակի մեջ։ Խազերի ցուցակի մեջ։ Ձայնավորները ըստ բարձրության։ Իմիջայլոց, հետո ես խոսեմ տառերի ձևի մասին։ Եթե կարծիք չհայտնեմ, շատ մարդիկ այբուբենի տառերի մասին կարծիքներ ունեն, խոսել են բան։ Եթե կարծիք չհայտնենք, զուտ հետևենք ինչ են ասում Միշնադարում, ուրեմն տառի ձևը համապատասխանում է իր հնչույթի ձևին։ Եթե ինքը բարձր հնչույթ է, դեպի վերև է ուղղված, ան եւ բան։ Սն իրանից բարձր է, դրա համար սն չունի այդ գիծը, այ այդ ներքևի գիծը։
Հաջորդը 9-ը, իրանից ցած, գիծա մեջտեղը։ Միջին ձայնավորները մեջտեղը գիծ ունեն, n, դնել ունի, մեջտեղը գիծ, գնել ունի, բոլոր միջին բաղաձայները մեջտեղը գիծ ունեն։ Բոլոր ցած, թավ բաղաձայները չունեն մեջտեղը գիծ, ներքևը գիծ ունեն։ Ինչպես ն, ոն դեպի ցածա, ս-ի հակառակը ներքևա, չէ՞։ Ոն դեպի ցածա։ Այդպես որն էլ քննեք կտենաք, որ ինքը բանա ժն մեջակ բաղաձայնա գիծը մեջտեղա գալիս։ Գծերը անպայման ցույց են տալի հնչույթի մեր տառի ձևի, որտեղ գտնվել է, ինքը միջում է, ներքևում է, թե վերևում է։ Բոլորը անխտիր, այդտեղ բացառություն չկա։ Էսա վյուն արդեն սրանից ցածր է, սա տեսեք ն ցածը։ Գնանք մյուսը։ Հա, եւ 10 առոգանության նշաններ ուրեմն ստեղծեցին։ Տեսեք, սրանք առոգանության 10 նշան, սա ենթամնա է կոչվում, ձայնի տակ էր դրվում, այնտեղ ապաթարցը կա եւ սրանք համապատասխանեցնում էին մարդու մարմնի մատներին միջնադարում, Գրիգոր Տաթևացին եւ այլ միջնադարյան մեկնիշներ ասում էին 10 առոգանության նշանները համապատասխանում մարդու մատներին, դրա համար էլ նույնն է անունը, մենք սրան բութ ենք ասում, ճկույթը իմիջալոց, որ անունը ճկույթ է, իր հոմանիշները ունի ծիծեռ եւ այլ եւ սուր իմաստներ, որ սուր միջնամատը հենց միջին եւ այստեղ կա, որ մատին որն է համապատասխանում կենթանակերպերին, որն են համապատասխանում տարերքներին եւ այլն։ Անցնենք առաջ, որովհետեւ շատ բան ունենք ասելու։ Երրորդը։ Հա, չորրորդը։ Տեսեք մատներին, որ բերում են որը որին է համապատասխանում։ Մյուսն էլ փոխեք։ Մի հատ մեծացնենք։ Հա, ներքևում բութն է, բութ մատը 10 մատներին համապատասխանող առոգանության նշաններն են։ Հաջորդ նուսա սխոլաստիկա է, բոլոր ազգերի մոտ, չինացիների, հնդիկների, հույների մոտ պետք է անպայման մի բանը համապատասխաներ բոլոր իրար, տարերքներ իրար, կենթանակերպ, մարդու մարմնի մասերը պետք է համապատասխաներ տարերքներին, կենթանակերպերին, մարդու մատներն էլ առանձին պիտի համապատասխաներ, հնդկական համակարգում գլուխն էլ մի հատ առանձին է դրած, այնտեղ բոլոր տարերքներին համապատասխան աջ, կականջ, բան, քամի, մաս, ամեն ինչ կա այդ մարմնին։ Ուրեմն, հա, այս նշանները գնալով բարդացան, ձեր իմացած շեշտը, որ այսօր դուք օգտագործում եք, հայերը ունեցել են շեշտի շատ տեսակներ, նայած ինչ ես արտահայտում։ Դրանք բերում են քերականները, որ շեշտը զայրացական է, փաղաքշական է, հորդորական է, խրատական է, զարմացական շեշտ է, եւ այդպես թվարկում են շեշտի զգացմունքները, թե ինչ զգացմունք, եւ ամեն զգացմունք պիտի իր շեշտը ունենա։ Եվ ահա միջնադարյան ձեռագրերից, այստեղ ձեռագրի համարն է, որտեղ նշանը օգտագործված է, աղբյուրը, հեսա, ձեռագրի, եւ նշանից է, տեսեք մեր շեշտի ձևերը։ Այսքան շեշտ է օգտագործվում, այսքան շեշտ է օգտագործվում կարդալու համար։ Կարծեմ, այսօր ձեզ ծանոթ է այս շեշտը, այս երկար շեշտը, այս ձևի, այս շեշտն է ծանոթ, այս կարճը։ Սրանք բոլորը կետով, սենց, ամեն մեկը անուն ունի եւ բան։ Տեսեք ձեր իմացած հարցականի, որի անունը պարույկ է, տեսակները։ Նայած ինչ զգացմունք է, մայրական, փաղաքշական, հատկապես փաղաքշականի շուրջ տարբերվող զեղումնային զգացմունքները պարույկով են արտահայտվել եւ պարույկի վերաբերյալ հիմա ես չեմ էլ հիշում, ստե գրած է, ունեմ սկսում է թվարկել պարույկը որ դեպքում է օգտագործվում, որ զգացմունքների։ Վերջում գտնեմ, կարդամ հետարքիր կլինի։ Սա պարույկներն են, տեսեք, պարույկի ձևերն են։ Տեսեք հարցական նշանը երկարի հետ միասին։ Այսինքն, այդտեղ կարդացվում է նա, այսինքն տուն արի, լոռեցիկ ասում են տուն արի բալես, այս նշանը։ Եվ տեսեք ինչքան կա։ Սա էլ է ուրեմն պարույկի ձևերն է, երկարի տեսակները։ Երկարի տեսակներ կա, իշխնող երկար, հիասթափական, բարձրացած երկար, կարճ երկար, երկար երկար,
տենում եք երկարի տեսակներ, որոնք իրանց անուն ունեն, սա քաշա կոչվում, սա քմազարդ, սա ձայնդարսն է, սա յարեշտն է, սա խոսրովայինն է, որը հետո խազդառավ եւ մի նշանը երկար քանի բանանշան։ Սա բութի տեսակներն են։ Գոյությունի ցած բութ, միջին բութ եւ բարձր բութ, որքան տարկա, համեմատաբար բարձր, բարձրից բարձր չի։ Միջին բութը կոչվում էր հարթ բութ, հավասար բութ։ Մի խոսքով սրանցով առոգանել եւ ես սրանք այս հատորում վերցանել եմ, ամեն նշանի կողքը գրել եմ իր նոտաները եւ ինչպես պետք էր կարդալ, ուրեմն այն ժամանակ ասեր գա։ Հիմա օրինակ ձեզ 366 Նարեկացու մատյան ողբերգությունից հատված կերքեմ, այս հատվածը Աբեղանը գրում է, որ միջև վերջ եկեղեցուն պահպանվել էր, որ ընկալ քաղցրությամբ հատվածը երգում էին 3 դիրքով, առաջի մասը նախադասության ծնկաչոք էր, ծնկաչոք, երկրորդ մասը կիսա ծնկաչոք էր, երրորդ մասը գլուխը վերև ու անընդհատ կռանում բարձրանում էին ասում, դա հնուց պահպանված մի հատ կփոխեք հաջորդը։ Հա, սա ինչն է։ Հա, սա էլ այդ կներեք, մի հատ փոխեք էնի։ Սա էր նոր, հա, նա, սրա առաջինը։ Նոր։ Այսա։ Հա։ Սա անցանք, մյուսը։ Մյուսը էդ էր։ Հա։ Հա, ես մոռացա սա էլ ցույց տայի։ Սա էլ է այդ նշաններից, հա։ Տեսեք վերջակետի տեսակները։ Ուրեմն կա վերջակետ, որ վերջանում է հարցականի հետ միասին, կա վերջակետ, որ երկարով նայած ոնց ես վերջացնում։ Եվ կան մենք վերջակետեր ունենք, նախադասությունը վերջանում է մի ձև, եթե մի նախադասություն է, բայց եթե պարբերությունն է վերջանում, արդեն դնում են մի հատ վերջակետ, 3 հատ երկարացման նշան, տեսեք, կամ 4 կետ են դնում։ Առաջ 4 կետով վերջացնում էին պարբերությունը, որտեվ նույնը չի, ինչ նախադասության վերջը, ինչ պարբերության վերջը։ Սա վերջակետի տեսակներն է եւ վերջակետի տեսակ կա, տեսեք սա ամենամեծ վերջն է։ 2 հատ խաչ, 4 հատ կետ։ Սա վերջակետն է, ամենամեծ վերջը։ Սրանք նշաններ են, որոնցով երգվել են վերջակետը։ Ասենք երգում է, ասենք նա գնաց կամ նարեկացին կարդալուց ասում է սենց եւ ամեն, չէ, ամեն, արդեն խազա դրված, վերջակետերն են, սա էլ տեսեք, միջակետն է, վրեն բութ եւ երկարացման նշան, միաժամանակ 3 նշան է դրած էի վրա, դուք պետքա սա կարդաք ցած, միջին ձայնը միջակետա դրած եւ երկարացնելով ձայնը, օրինակ, հա, անցնենք առաջ, հաջորդը Հա, սա նարեկացուց հատված է, ես ուղղակի ձեռագրից չեմ բանարել, արտագրել եմ, որ պարզ լինի ձեր համար։ Տեսեք, սենց ոնց այնտեղ, տեսեք ինչ նշան է։ Տեսեք ամենի վրա արդեն երկար խազեր է դրված, ահա այսպես է մատյան ողբերգությունը ամբողջ ծայրից ծայր այս նշաններով է բոլոր ձեռագրերում։ Ես մատենադարին առաջարկել էի, որ մի հատ հրատարակեմ, ոնց որ կա, ոչ թե իրանց դրած, այսօրվա բոլոր հրատարակություններում կետադրության նշանը դրել են խմբագիրները։ Ձեռագրում այդպիսի նշան չկա, եւ շատ անգամ միտնել աղավաղված։ Շատ անգամ ստեղ դրած է միջակետ, իսկ իրանց մոտ ստե է դրած, միտքը լրիվ ուրիշ է դառնում, ստե է պրծնում, նա շարունակվում, տես բաներ կա, շփոթվում է եւ ես ստեցած սխալներ եմ նկատել։ Եվ հա հատված նարեկացու մատյան ողբերգությունից։ Հա հաջորդը, որ այնտեղ նկարը կա, ցույց տա։ Էս ինչ հա։ Չէ, մի հատ հաջորդը, հետո կվերադառնանք։ Հա։ Ահա այս դիրքերը։ Այս դիրքով երգում է արտասանում անկալ քաղցրությամբ Տեր Աստվածը զոր զդառնացողից աղաչաս, մատիր գթությամբ, արպատ կարյալս դիմոք,
Փարատյազ ամենապարգև, զամոթական տխրությունս, բարձին են ողորմած, զամբերելի ծարություն, անջրպետյա հնարավոր, ըզմահացու կրթությունս, ավարյա միշտ հաղթող, ըսխափողին հաճությունս։ Տաղաչափությունը տեսեք ոնց է։ Եվ շեշտական, եւ տաղաչ, եւ ճաղաչափական է, եւ ազատ է։ Սկիզբը ազատ է, տողի, հենց տողի կեսից ինքը չափվում է։ Միշտ կա, նայեք, ազատը գնաց, անկալ քաղցրությամբ Տեր Աստված հզոր, Զարնացողի զաղաչած նույնա չէ։ Մյուսը ավելի կարճ է, մատիր գթությամբ, ու մյուսն է, արպատ կարյալ ըզդիմոք, մյուսը փարատյա ամենապարգև, զամոթական տխրությունս, բարձին է ներկնային, իսկ դե ավարյա միշտ հաղթող, տեսեք, սա նույնն է, անկալ քաղցրությամբ Տեր Աստված հզոր, իսկ դե ասում է ավարյա միշտ հաղթող, վերջը բռնում է, տաղաչափական, սկիզբը ազատ է, կարա լինի սկիզբը ազատ, վերջը պիտի բռնի։ Սա հատված այսպես կարդացել են։ Անցնենք առաջ։ Ես ասեցի, որ քերականները, բոլոր քերականները բաժանել են մեր տառերը սուր տառերի, սոսկ տառերի, սուրից ցած, սոսկից ցած, ուրեմն միջակ տառերն են, միջակից ցած թավ տառերը եւ թավից ցած բութ հնչույթները, մեր այդ տառերը։ Եվ գրության ձևերը մեծ մասամբ համապատասխանում են այդ բաժանումներին։ Օրինակ ս-ն համարվում է բարձր, ս, ժ, շ, ժ-ն միջակ է։ Եվ ահա ս-ն ուղղված է դեպի վեր։ Դեպի վեր։ Ժ-ն միջակն է, մեջտեղը գիծ ունի։ Ո-ն, որ ցած բաղաձայն է, ո-ն, ձայնավոր է, ցած է, ս-ի հակառակն է, տեսեք, ո-ն, որովհետև ինքը ցած է, ցույց է տալի ցած։ Ան բարձր ձայնավոր է, եւ նույն ս-ի նշանը կա, բայց բարձր է, բայց ս-ից ցած է ան համարվում մի քիչ, ս-ն ավելի բարձր է այս, դրա համար մի հատ նշան կա, դեպի ցած։ Միջակ բաղաձայներն են, օրինակ, տ, դ, թ, դ-ն միջակ է, դ-ն, մեջտեղը գիծ ունի, պ, բ, փ, п-ն սուր է, բ-ն միջակ, փ-ն ցած, բ-ն միջակ է, մեջտեղը գիծ ունի, սրա հակառակն է, տեսեք, եւ մեջտեղը գիծ։ Կ, Գ, Ք, Կ-ն բարձրն է, Գ-ն միջակ է, Ք-ն ցածն է, Գ-ն մեջտեղի բաղաձայն, մեջտեղը գիծ ունի, Գ-ն։ Եվ Ժ-ի հակառակն է իմիջիալոցի, մեջտեղը գիծ ունի։ Ձայնավորներից ան ամենաբարձրն է ասել եմ, ին հետո ին է, դրա համար ին արդեն գիծ է եւ արդեն էստեղ է եւ ցած, եւ են իս ցած է, մեջտեղի սահմանում է են, մեջտեղը գիծ ունի։ Կարելի ասել B-ի հակառակ ձևն է, էլի մեջտեղը գիծ ունի։ Ռ-ն ցած է, ռ-ն ո-ից բարձր է, ո ձայնավորից բարձր է։ Դրա համար նույն ո-ն է, ո-ի նշանն է, եւ իրենից բարձր է, այստեղ գիծ ունի, մեջտեղը գիծ ունի, ռ-ն։ Այսպես տառերի ձևերը նաեւ համապատասխանում են իրենց նշանակությանը, բարձրության եւ ցածրության։ Սա ջնջենք ամբողջը։ Եվ իրանք կազմված են շատ նման մասնիկներից, ինչպես ասենք
ռն, այս կորգիցն է, սն, սրա հակառակը, ون an այս նույն սն է, սի նման ներքևը գից, կամ ասենք ռն, որ բարձր բաղաձայն է համարվում, ռն, բից բարձր է, նորից նույն ռեի նշանի նման մեջտեղը գից, բն է, հակառակը սրա, որ միջին բաղաձայն է, դն է, էլի մեջտեղը գից, նույն ռեի նման հակառակ են է, որ էլի մեջտեղում է, հակառակ մեջտեղը գից, բի հակառակն է համարյա, և որ ցած է, բոլորից ցած է ն, այս ռն է մեր, տեսեք, ներքևը ամենացածի նշանը, ամենացածը նշան, որ ինքը ամենացածրն է, ն, և ղն, ըից բարձր է, բայց ցած է, ղն, հակառակ նույն այս ռեի հակառակն է, ներքևը ցածի նշան, տեսեք, ղն, լն, որ ցած բաղաձայն է, ներքևը իրա ցածի նշանը ունի, գիծ է և ցածի նշան, են, որ միջակ ձայնավորն է, մեջտեղը գիծ ունի, անպայման, մեջտեղը գիծ ունի, են, լն ասեցի նույն նման է շատ այսպես գալիս է, բայց չունի մեջտեղի գիծը, վն, որ լեից բարձր է, բայց ինքը էլի ցած է, բարձրի նշան ունի, բայց ներքևը այս գիծը ունի, որովհետև ինքը ցած է, խն, որ բարձր է, միջակից բարձր է, միջակ է, միջակի մեջտեղը նշան ունի, բայց հետո բարձրանում է այդ նշանը, որովհետև ինքը միջակից բարձր է, իդեպ նորից շեշտեմ, որ այս բաները ոչ թե ես ասում եմ այն բարձր ու ցածրը, այն ինչ որ նշված է քերականների մոտ, և այսպես ման, սայի նման է, ընդեղ գիծ ունի վերևը, նն, վերևը գիծ ունի կիսատ, այս բոլորը անհնար է, որ պատահականություններ լինեն, ցածր տառեր կան փքված, որ օրինակ, որ թավ է, որովհետև թավը խոշոր է նշանք, օրինակ փն, արդեն կլոր են, ս, ժ, շ, որոնք տես թավ են, շ, իրանք ավելի կլորավուն են, շն, որ այսպես գրվում է, այսպես էց բաներով կլոր, թն ցածա, տ, դ, թ, ամենաներկա, ապայման կլորություն ունի մեջը, որ թավ է, քն, որ ցածա, կ, գ, ք, անպայման կլորություն ունի մեջը, գուցեև Քրիստոսը խաչված, չգիտեմ, նմանացված, սվաստիկայի էլ է նման, և այլն, անցնենք առաջ ցույց տանք Այբուբենի համապատասխանությունը այդ բարձր ցածր տառերին, եթե կարելի է փոխենք արդեն, մեր հնչույթները դասավորված ըստ բարձրության, այստեղ ձայնավորները կլորի մեջ է մառ է, 7 ձայնավորները, միջասահմանը երևում է, համապատասխանում է լուսնթագին, Յուպիտերին, արևի համապատասխանող լուսնի, ցածի և 12 կենդանակերպերին համապատասխան հնչույթները, ամեն կենդանակերպին 3 հնչույթ, արդեն անում է 36 հնչույթ, այստեղ նշած է բութ, թավ հնչույթներ, միջին, սոսկ և սուր հնչույթներ, ի դեպ 7 գրյակներում և 6000-յակներում ներկայացված են մեր Այբուբենի տառերը, 36 տառը, բաժանված ըստ տարերքների, դուք այդ մասին ուրիշ դասախոսություն ունեցել եք այստեղ, ես լսել եմ, այնտեղ բաժանված է հերթականությամբ, առաջի 9 տառը ուղղակի A, B, G, D, E, Z, E, E, T, բաժանված է հող տարերքի, հաջորդ 9 տառը ջուր տարերք, հաջորդ 9 տառը օդ տարերք և վերջի 9 տառը հուր տարերք, տեսնում ենք, որ դրանք չեն համապատասխանում իրենց բարձրություններին, որովհետև արդեն առաջի A տառը չի կարող հող տարերքում լինի և ոչ էլ վերջի P տառը կարող է լինի հուր տարերքում, որը թավ է, այսինքն միջնադարյան բերված այդ 6000-յակում այդ համակարգը դա փոփոխված
արհեստականորեն գուցե թվային բանով է միտքը եղել բաժանվելու, արհեստականորեն բաժանված է, որը հակասում է Մեսրոպ Մաշտոցի աշակերտների բերած վկայություններին, հակասում է Մեսրոպ Մաշտոցի, Դավիթ Անախտը եղել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտը, եւ բոլոր քերականների բերած վկայություններին, թե որոնք են ցածի հնչույթները, հող տարերքի, որոնք են օդ տարերքի, որոնք են հուր տարերքի, որոնք են ջուր տարերքի։ Ուրեմն այդ համակարգը մոռանանք, դա ուշ միջնադարյան համակարգ է։ Ես իմ ERR գրքում տվել եմ ուշ միջնադարյան ամբողջ համակարգը, ամբողջ աշխարհի պատկերը եւ նաեւ վերել եմ հետագայում հինը վերականգնված ըստ աղբյուրների, որ դրանք արհեստական են։ Անցնենք այս հարցը փակենք, դրա մասին շատ կարելի է երկար խոսել, անցնենք առաջ։ Վերադառնանք մեր խազերին։ Ուրեմն խազերը գնալով բարդացան եւ արդեն պետք էր ավելի մանրամասն նոտագրել, ինչպես լեզվի մեջ եղել են հիրոգլիֆները, հետագայում առաջ է եկել սեպագրերը, որոնք էլ լրիվ մանրամասն չեն գրել, ասենք ձայնավորները չեն եղել, օրինակ, հետագայում եկել են տառերը, որ եղել են արդեն ամեն հնչյունին մի տառ, սա նոտագրությունն էլ այդպիսի շրջան է անցել։ Սկզբից եղել են խազերը, որոնք հիրոգլիֆներն են, հետո աշճանաբար այդ հնգագիծը, որ այսօր հայտնի է նոտագրության միանգամից չի եղել, մի քանի գիծ է եղել, 2 գիծ, 3 գիծ, հետո եկել է արդեն մի նոտան, մի հնչյունին մի նոտա, այսօրվա հնգագիծը։ Նույնիսկ եվրոպացիները խազերից բան միջև այսօր պահպանվել է, երբեմն մի նոտայի վրա դրվում է այսպես ալիք, էլ նոտա չի գրվում, բայց դա նշանակում է, որ դու այդ մի նոտան, ասենք այդ նոտան նա, պիտի նվագես նա կամ նա, օրինակ, պես դեռ մնացել են այդ ճակերտավոր ասած վերապրուկները այնտեղից։ Ուրեմն խազերի ցուցակը, մեր հիմնական խազերի ցուցակը, խնդրեմ 11-րդը, ահա, սա մեր հիմնական խազերի ցուցակն է։ Այստեղ նշված է խազի անունը, կողքը խազը։ Վերևից դե ձեր հայտնի են այս խազերը արդեն, ստորակետ, միջակետ, վերջակետ, սուղ, երկար, շեշտ, բութ, պարույկ, որ հարցական էիք ասում, եւ արդեն մնացածը գիտեք, ոլորակ, փուշ, մնացածը չգիտեք, ոլորակ, փուշ, սուր, տեսեք նման է սրի, դրա համար է սուր։ Թուր նման է թրի, մի քիչ այսպես է։ Խունջ կամ շերեփ, որովհետև շերեփի նման է, ծունկ, ծնկներ, թաշտիկ, թաշտի նման է, թաշտ, զարկ, խում, խոսրովային, հիշում եք, խոսրովայինը առոգանության նշանների մեջ երկար դեպի վեր ուղղված երկարներ, ստորադիր, վերադիր, խաղ, վերնախաղ, ներքնախաղ, քարքաշ, քարքաշը բաղկացած է վերնախաղից եւ ներքնախաղից միաժամանակ, էկորջ, անունը էկորջ է, որ էի նման է, եթե այնպես մի քիչ շրջենք, վանք, փաթութ, փաթութի նման է, տեսեք, փաթաթված, լերկ, առանձնատրոփ, քմատրոփ, ծանատրոփ, թագավորատրոփ, բարձրահարեր, վերքաշ, միմնավոր, կտվե, բազմեղանակ։ Եվ այս խազերով գրել են մեր հազարավոր, հարյուրավոր երգերը, որովհետև մի քանի 100 շարակնոց կա պահպանված Մատենադարանում, տասնյակ տաղարաններ, գանձարաններ, որտեղ նոտագրված կան, այսպես խազավորված կան մեր բազմաթիվ տաղերը, երգերը, տասնյակներով, որոնք ուրեմն հայտնի չեն, շատ քիչ տաղեր են պահպանվել մինչև այսօր բերանացի, որ գրառվել են նարեկացու տաղերից եւ մի քանի այլ տաղ ու վերջ շատ չկա։ Ուրեմն մենք կարելի է վերադառնանք պատկերներին, խազերը լինում են հիմնականում պարզ խազեր, շատ պարզ խազեր, միջին բարդության խազեր, բարդ խազեր, դրանց արանքում էլ նրբություններ կան, բայց հիմնական բաժանումը սա, խնդրեմ, պարզ խազերի օրինակ, պարզ խազերի օրինակ, նայեք արդեն երևում է, որ պարզ է, պարզ խազերը եթե տեսնենք ինչ է հիմնականում, տեսեք ամեն վանկի վրա մի խազ է դրված, տեսնում եք, բարդ խազերում մի վանկի վրա կարող է լինել, բարդ երգերում, մի վանկի վրա կարող է դրված լինել 8 հատ, 9 հատ, 7 հատ խազ, նույնիսկ 10 հատ։
Պարզ խազերով երգը, այսինքն մի վանկին հիմնականում մի ձայն է կամ երկու ձայն կարող է ընկնել։ Օրինակ, պարզ երգ է, պարզ շարական է, Մեսրոպ Մաշտոցի անկանի Մառաջիքո շարականը, ամեն վանկին մի ձայնով են երգում մեր եկեղեցում։ Անկանի Մառաջիքո և խնդրեմ ստողություն հանցանացի մոտ, մի անտեսարներ հայր զաղաչանսիմ։ Մյուսը միջին բարդության խազեր է, ահա սա, տեսեք այստեղ տեսեք այստեղ արդեն նույնիսկ քանի նշան կա մի վանկի վրա, բայց հիմնականում որ նայում եք միջին բարդության է, մի քիչ նույնիսկ ավելի, նրանք ավելի արդեն եղանակավոր են։ Օրինակ եկեղեցում ձեզ հայտնի պատարագից բարեխոսությամբ կամ Տեր ողորմյան Տեր ողորմյա հաջորդը խնդրեմ սա բարդ տաղ է բարդ խազերով տեսեք այստեղ մի ձայնավոր կա հե հեսա տեսակ սա եւ հե այս մի հեի վրա մի վանկի վրա նայեք քանի հատ խաս կա տեսեք բենկորշներ էկորշի ծառը երկար ձակորճը հետո խաղ ձակորճ խաղ ուրեմն տակը եւ այս երկարը ուրեմն խաղով ապա փուշ խազը այս մի վանկի վրա սա պարզ ցույց է տալիս որ այս մի վանկը պետքա երգել շատ երկար մի վանկը օրինակ որպեսզի ձեզ պարզ լինի շատերին ծանոթ նարեկացու Գրիգոր նարեկացու Հավիկ տաղը չէ այսպես է Հավիկ մի պայծառ այս մի հատ տեսի համար տեի վրա տեսակ քանի եղանակ գնաց դա արդեն ավելի բարդն է ահա այսպես անցնենք առաջ Կոմիտասը 20 տարի զբաղվեց խազերով բայց 20 տարի մինչև 1914 թիվը այսինքն 15 թվին Կոմիտասին աքսորեցին Ինչու 20 տարի վստահ ենք, նախ ինքը նամակում է գրում, վերջի իր նամակներում, երկրորդ կա պահպանված ձեռագիր խազերի վերաբերյալ, որտեղ նշված է 1914 թիվ, և տակը գրված է 20 տարի թիվ, որ հանած, որ ցույց է տալիս, որ ուզում է ասի 20 տարի հետո ես այս էջն եմ գրել, վերաբերվում է առոգանության խազերին, այդ էջը Արիստակես Գրիչից արտագրել է ձեռագրից, նոտաներն է գրել կողքը, վերծանել է պարույկը, որ ոնց է և գրել է այդ 20 տարի, մենք գիտենք զբաղվել է, ինչ արեք 20 տարի, իր գրելով գիշեր ցերեկ, անխոչ, հավաքել է նյութեր, խազերի վերաբերյալ, տարբեր տեղերից, երբեմն ասում է տասնյակ ձեռագրեր պրպտելով, հնարավոր է լինում մի նշանի մասին մի տեղեկություն գտնել, ինչու, որովհետև մեր նախնիկ չեն թողել որևէ դասագիրք խազերի վերաբերյալ գաղտնի գիտություն են համարել, թե ինչ բան, համենայն դեպս դա փոխանցվել է ուսուցչից աշակերտ և 350 տարի արդեն Կոմիտասի ժամանակ կամ ավել խազերը մոռացված էին և եկեղեցին ինչ որ երգում էր, դա բանավոր պահպանված հիշողությամբ երգերն էին, որոնք փոփոխվել էին արդեն և Կոմիտաս ուզում էր վերծանել խազերը, որպեսզի հնարավորինս գոնե մի մասը կարողանար վերծանել և երգեին այնպես, ինչպես երգել են 1000 տարի առաջ, մաքուր, անաղարտ, չփոփոխված ձևով։
Եվ ինչ է նշանակում այդ տեղեկությունները հավաքել։ Օրինակ մատենադարանի մի ձեռագրում հանդիպում է, որ խունջ խազը, այն որ շերեփի նման էր, ցույց է տալիս խոնար բան, խոնարհություն, խոնար իջնող ելևեջ։ Մենք իմանում ենք, որ ձայնը իջնում է խունճի, բայց դա հերիք չի։ 1700 թվականներից եվրոպացի գիտնականները հետաքրքրվում էին հայ եկեղեցական երաժշտությամբ եւ ոմանք գնում էին հայ հոգեվորականների մոտ իմանալու տեղեկություններ, ահա դրանց պահպանված տեղեկություններն են մեզ օգնում, որովհետեւ դեռ 1700-ական թվականներին կային որոշ քիչ հատուկենտ մարդիկ, որ որոշ բաներ դեռ ավանդաբար գիտեին խազերից։ Օրինակ եվրոպացի գիտնական Շրոդերը նոտագրել է մեր լադերը, ձայնեղանակները հայ հոգևորականներից եւ 1710 թվականից հետո դրանք պահպանվել են եւ ունենք այդ օրինակ կամ Վիլոտոն եվրոպացի գիտական Պետերմանը նրանք գնացել են գտել են հայ հոգևորական օրինակ Ամստերդամի մի հայ հոգևորական որ իրենց ասելով դեռ խազերով երգում էր եւ նրանից նոտագրել են խազերը, քանի որ լեզուն չեն հասկացել եւ թարգմանիչները չի կարողացել թարգմանի, չեն կարողացել նորմալ տեղեկություններ քաղել, իրենք էլ են ասում, որ թարգմանիչը լավ չէր, չէինք հասկանում, բայց ինչ հնարավոր եղավ, ինքը օրինակ ասում են այ խունճի դեպքում երգում էր այսպես։ Եվ ահա հոգեվորականի երգածը եւ միջնադարյան այդ վկայությունը, որ իրանք նոտագրել, համընկնում են իրար։ Մենք գալիս ենք համոզման, որ ուրեմն այս տեղեկությունը ճիշտ է։ Եվ ահա հոգեվորականի երգածը, որ մի աստիճան իջել է, այստեղ ձայնը, նո կամ նո իջել է, սա համապատասխանում է խունճի ելևեջին։ Եվս մեկ ապացույց, երբ որ մենք արդեն ամեն խազի մասին մի բան իմանում ենք եւ սկսում ենք խազերով փորձել վերցանել երգը եւ երգել, ասենք վերևից իջել ենք նա հիմա պետք է իջնում է ներքև ձայնը տեսնում ենք որ այդտեղ խունճ է դրված եւ ճիշտ համընկնում է որ լինի նա շարունակվի համընկնում է եւ խունճի այն վկայությունը միջնադարյան եւ եվրոպացին որ խազեր իմացողից նոտագրել է եւ վերցանության ժամանակ տեսնում եք եղանակ է ստացվում երբ որ իր ելևեջը դնում ենք այդ տեղում մեղեդին ամբողջանում է այդպես էլ մյուս խազերը օրինակ մենք գիտենք բոլորը գիտեն որ շեշտը ձայնը բարձրացնում է հիմնաձայնից հիմնաձայն նշանակում է կամ մի ձայն որ պիտի ընդունենք հիմնական ձայն որի համեմատ իմանանք խազը իջացնենք բարձրացնենք եւ այլն այլ հիմնաձայնից օրինակ եթե գնում է նա հիմնաձայնը երկրորդ ձայնեղանակ նա շեշտը նա մեր շեշտը վերև է բայց այնտեղ մենք ունենք խազ փուշ որը բաղկացած է բութից եւ շեշտից եւ կոմիտասը դա արդեն վերցանել է ըստ վկայությունների իջեցնում է նորից 1 աստիճան բայց ավելի արագ ոչ թե քառորդ ձայներով 8-րդ այսինքն նա ասենք իմանում ենք ոլորակը բարձր է գնում նա պարույկը ձայնը իջեցնում է մինորդը նա կամ կարանի նա կամ նա նույն տարբերակներ ունեն բայց բոլոր դեպքերում դա մի աստիճան իջնում է ներքև ոլորակը բարձր նա ոլորակը խաղը վերնախաղը երկրորդ ձայնեղանակում նա որ մեր երգերի մեջ շատ հատուկ է եւ ժողովրդական երգերի լսել եք Շողերջանի մեջ դու շորորա հետ շորորա էլ ասպա խաղա ոնց որ հա եւ այդ խաղը այս էր այսպես եւ այսպես վերնախաղը օրինակ ամեն ձայնեղանակում լադում խազը տալիս է այդ ձայնեղանակի գույնը նայած որը լադում է ինքը գտնվում ուրեմն կոմիտասի վերցանությունները աշխատությունները արած գործերը համարվում էր կորած ասում էին որովհետև կոմիտասը դեռ 1909 թվին գրեց գտել եմ պարս խազերի բանալին եւ կարդում եմ պարս խազերը
հատվածներ, ոչ ամբողջական, հատվածներ։ 9 թվին վերջապես գրում է արդյունք տվեց իմ երկարամյա տքնաջան աշխատանքը, բայց 1909 թվից շարունակեց աշխատել դեռ մինչև 1914-15 թիվ եւ չհրատարակեց ոչինչ, չհրատարակեց, գրում էր ապագայում հատորներով, իրեն առաջարկեցին հրատարակել ամսագրում, ինքը գրեց, որ սա ամսագրի նյութերի բան չի եւ ապագայում միտք ունի հատորներով ներկայացնել իր տքնաջան աշխատանքը ապագայում, երբ որ գործին վերջակետ կդնի, վերջակետ չեմ դրել, ավարտուն չեն իմ գործերը, ասում էր, բայց մտածում էին, որ ուրեմն ունի աշխատություններ կորել են, բայց չգիտեք, Կոմիտասը չէր գրում մի բան արտագրում վերջացնում, եթե գիտեր դա չի հրատարակվելու, միշտ պահում էր սևագիր ձեռագրեր, նյութեր, այդպես եղավ հայ գեղչուկ երաժշտության հետ։ Ինքը սկսեց շարադրել հայ գեղչուկ երաժշտությունը, մեր երգեցողության տեսակները, գյուղերի, մեր ռիթմերը, դասակարգեց ամբողջ ռիթմերը, մեր երգերի ռիթմերը, հայ մարդու ռիթմերը, ինչ ռիթմեր ունի, իրան տեսակներով բաժանեց, գրեց ուրեմն գործիքների մասին, սրինգի մասին, սրինգի ինչ հնչյուններ ունի, ինչպես են սրինգ պատրաստում, սրինգի կախարդական հնչյունների կառուցվածքը, ձայնաշարը, հայ գեղչուկ երաժշտություն։ Եվ չավարտեցինք այդ գործը, որովհետև վեճ ունեցավ Փարիզի հրատարակչության հետ, վճարման հետ կապված եւ կտրուկ կտրեց։ Չոպանյանը իհարկե Արշակ Չոպանյանը բողոքում ասում է ինքը իզուր նեղացավ, շատ ափսոս է ամբողջը կիսատ մնաց, չէ՞ որ դրանք նաև թարգմանում էին ֆրանսերեն, ասում է այդ իրան թված քիչ է այդ վճարը, չնայած այդպես են վճարում Եվրոպայում եւ այլն եւ այլն։ Եվ այդպես էլ խազերից համենայն դեպս ասում են ամեն ինչ կորած է, ես դեռ ուսանող էի, ասում են լավ, այդ մարդը իմանալով Կոմիտասին, միթե միտեղ չգրեց, մի թղթի վրա այդ խազերի բանալ է ասելով ինչ հասկանում, միտեղ մի կտոր վերցանած չթողեց, որ ընդամենը իր համար 5 րոպեի գործ էր, որ պահպանվենք, եւ մտա դիվան Կոմիտասի։ Եվ տեսա, որ այդ ցրված ձեռագրերի մեջ, հարյուրավոր, հազարավոր էջերի մեջ խազերի բավական նյութ կա, որ երբեք չի հրատարակվել։ Չի պատշաճ ներկայացվել, ուսումնասիրվել, բան։ Ես այդ բոլորը հավաքեցի դեռ 86 թվին, տարա որ հրատարակեն, չհրատարակեցին։ Հիշում եմ, որ գնացի չեմ ասի ով էր խմբագիրը Գարուն ամսագիր, ասի գոնե դուք տպեք Կոմիտասի գործերն են, նայեք, քսերոքս է արել։ Այն ժամանակ քսերոքս չկար, առաջի քսերոքսը դիվանի ես եմ ունեցել։ Կոմիտասի ամբողջ դիվանը այդ երաժշտագիտական քսերոքսեցի, այնտեղ էլ ինձ օգնում էին, շատ լավ էին վերաբերվում, եւ տարա Գարուն ամսագիր, հիշում եմ, խմբագիրն ասեց չենք տպի, նյութ ես բերել, ասի ես չեմ բերել, ասեցի, այս Կոմիտասի ձեռագրերն են։ Եթե հաշվեք Կոմիտասն եկել է ձեր մոտ, եթե գար, որ տպեիք, ինչ կանեիք, լավ հիշում եմ, ասեց ձեռքը կբռնեի, կտանեի միտեղ, կասեի ով ուզում է թո տպի, Կոմիտասի ձեռքը։ Ես հետո գնացի մեր մի շատ նշանավոր գրողի մոտ, որ շատ մոտ էին իրանք մեր Կարեն Դեմիրճյանի հետ, տարա այդ ձեռագրերը, իրեն ասեցի նայի, ձեր գիրքը եւ ձեր գիրքը տպել են 100,000 տպաքանակով, այս գիրքը տպել են 50,000 տպաքանակով, ձեր ընկերների գրքերը վիպասան, այսիշ բանի տպել են 100,000, 70,000 տպաքանակով, Կոմիտասի հատորները 6 հատորը տպել են 5,000 տպաքանակով, 5,000 տպաքանակով։ Ահա բերել եմ ձեռագրերը, գոնե 1000 տպաքանակով տպեք, զիջեք ձեր մի վեպը, ձեր մի գիրքը, թող ձեր այդ գիրքը չտպվի 50,000 տպաքանակով, թող տպվի 40,000 տպաքանակով եւ տպվի, ախր պատասխան չկա, ինչ ասեն Կոմիտասի ձեռագրերն եկած, գնա տղաջան լավ է, կգաս 2 օր հետո գնացի չընդունեց, 3 օր հետո չընդունեց, 4 օր հետո չընդունեց, վերջում տեղում չէր, քարտուղարուին այնտեղ օգնական ասեց, չէ, չի լինի, մերժել է։ Այդպես է չտպեցին, եւ այդպես չտպեցին մինչեւ 2001 թիվ, երբ որ փլվեց ուրեմն մեր սովետական միությունը եւ Մեսրոպ Պաշտյանը հենց իմացավ,
Ինչքան գումար է պետք, ինչ է պետք, անմիջապես կազմակերպեցինք, հրատարակեցինք Կոմիտասի անտիպ ձեռագրերը, այդ գիրքը տպվեց 2001 թվականին, կոչվում էր Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը։ Աշճանը ասեց, այսպիսի վերնագիր ինձ ասում են չի կարող պատահել, խնդրում եմ այդ գրքում բեր տպենք նաև ձեռագրերի ֆոտոները։ Եվ մենք տպեցինք ձեռագրերի պատճենները։ Դա 360 էջանոց գիրք է, ամբողջ Կոմիտասի արածը առաջի անգամ հրատարակվեց, չհրատարակված 360 էջ խազերի ցուցակներ եւ այլն, եւ ֆոտոները իր ձեռագրի, որ այլևս վերջացավ, ուրեմն այդ խոսակցությունը լացուկոցն էլ վերջացավ, որովհետև երաժշտագետների մի խումբ ողբ էր կապել, որ կորել են այդ ձեռագրերը չկան եւ ձեռքել էր տալի, որ չլինեն, որովհետև պղտոր ջրում ձուկ բռնելը հեշտ է, միշտ ներկայացնեն, էս ենք անում, են ենք անում։ Հենց որ իմացան այսքան պահպանված է, կորած չի, միանգամից սուսփուսել, ոչ մի ձեն, ասին ավելի լավ է չխոսեք այդ մասին, թող մոռանան, հանգարց մեջտեղ չգա։ Պատկերացրեք, հացի խնդիր է, դա միջև այսօր դարձել, երևի են վախտել այդպես, անցնենք առաջ, ինչև է։ Եվ ահա այդ ձեռագրերում կա Կոմիտասի ձեռքով վերծանած շարական, Փարավոն հանդերձ շարականը խազերից վերծանած։ Այդտեղ կա նաև էջ, որտեղ Կոմիտասը գրել է, սկսել է շարադրել, բայց տեսել է, որ չեն տպելու, դեռ չի տպելու, դադարել, գրել է Խազերի բանալին։ Խազերի բանալին ես գտա այսպես, եւ ահա սա է Խազերի բանալին, նկատեցի, որ ամեն խազիր ձայն առնում է համեմատ հիմնաձայնի, եթե բարձրացող է բարձրանում, իջնողը իջնում, եթե խունճն է, ուրեմն դա սի բեմոլ լյան է, եթե փուշն է, դորրեն է 8-րդով, եթե թուրն է, ռե սոյլը, ու արդեն նոտաներով այդ հիմնական բավական 10 քանի խազ ինքը բերում է, որ ինչպես է արել։ Ահա ձեզ երգեմ խազերով վերծանած շարականը։ Այստեղ բառերի վրա խազերն է, իսկ սրանք խազերը չեն, սրանք նոր համակարգն են նոտագրության, որ հայերը նոր նոտագրություն ստեղծեցին, որ հնգագիծը չով։ Կոմիտասը բոլոր իր ժողովրդական երգերը նոտագրել է գյուղում, ոչ թե հնգագծով, այլ սովորական թղթով, հայկական այս նոր համակարգով։ Սա խազերի հետ կապ չունի, ուղղակի նման են։ Ահա խազերը վրան եւ վերծանած Կոմիտասի երգը։ Նախ այստեղ գրել է, որ խազը ինչ ելևեջ ունի, որտեղ օգտագործված են, ահա, փաթութը, ահա 4 հատ իջնող բութ, եւ գրել է նոտաները տակը, նա, 4 անգամ իջնող, հետո նոր վերծանել է շարականը, ուրեմն, Փարավոն հանդերձ կարոք անկաղ մեծավ, ի հոսանջ ջուրց, և որդիկ Իսրայելի գնացին ընդ ցամաք մեջ ծովուն, ահա պարույկները երկու հատ դրած մի հատ մեծացնենք, ցամաք, երկու պարույկ երբ իրար հաջորդում են, հաջորդ պարույկը նույն ելևեջով մի քիչ ցած է հնչում մի տոն։ Այս սա շարականը վերծանած։ Անցնենք առաջ։ Կանք առոգանությանը, որ ասերգը, ասեցի, հիմքն է խազերի եւ ձեզ ասերգեմ, ինչպես եկեղեցուն ասենք ասերգում է Նարեկացու Մատյան ողբերգությունից հատված,
Աստված հավիտենական, բարերար եւ ամենակալ, ստեղծիչ լուսո եւ օրինիչ գիշերո, կյանքի մահու եւ լույսի խավարի, հույս ակնոնուղած եւ երկայնամտած տահարակուս էցելոց, որ ամենարվեստ իմաստությամբ քո դարձուցանես, այգնստվերս մահու, աննված ծագում եւ անմուտ արեգակն, քանզի ոչ զորեցածկերս փառս տերության քո խավարկի շերով եւ այլն կամ Որտի Աստծո կենթանվո օրինյալ ամենայնի հորդ ահավորյանքնին ծնունդ, որ տկարանա առիքեն և ոչինչ, որ ծայի ծագել անստվեր նշողից ողորմության քո փառած, հալին մեղք, հալածին դևք, ջնջին հանցանք, խզին կապանք, խորտակին շղթայք, կենթանածնին մահացայք, բժշկին ծնված, ողջանան վերք, բառնին ապականությունք, տեղի տան տխրությունք, նահանջին հետությունք, փախնու խավարն, մեկնի մեհեգն, մերժի մառախուղն, փարատի մռայլն, սպառի աղջամուղջն, վերանա մութն, գնահած գիշերն, տարագրի տագնապն, չքանան չարիքն, հալածին ուսատությունք, և թագավորություն ձեռն ամենակարգավիճ ամենայնի։ Սա նարեկացու մատյան ողբերգությունը, ինչպես կարդացել են։ Օրինակ հավատամքը, որ մեր եկեղեցում ասվում է, տեսեք, որ ինչպես Կոմիտասը ասում է, մեր ժողովրդական երգը և մեր եկեղեցական երաժշտությունը քույր և եղբայր են, այդպես և քույր և եղբայր են մեր եկեղեցական ասերգը և ժողովրդական ասերգը։ Օրինակ հավատամքը, հավատամք իմի Աստված ի Հայր ամենակալ, արարիչ ներքնի և երկրի, երևելյաց և աներևութից, և իմի Տեր Հիսուս Քրիստոս, որդի Աստուծո, ծնյալ Աստուծո հորե միածին, այսինքն էութեն է հոր։ Տեսեք մոկած մերզային ինչքան նման է, օր ներուրփաթ, լուսի շաբաթ, կյաշտերիր ենք մալաքյավեն, թղթիկ մեգահավ ջզիր ու քաղքեն, առին բերին մոկած միրզեն, նոր հետո երկով է արդեն, հազար ափսոս մոկած միրզեն, ինչպես նարեկաթու մատյանում միշտ վերջանում է ամեն և ընդեղ բարդ խազա տրված, որ արդեն վերջի տունը պետք է երգել։ Կա ժողովրդական ասերգի օրինակներ հրաշալի, 90 թվականին ես հրատարակեցի առոգանություն հատորը 820 էջ, որտեղ առաջի բաժինը ժողովրդական ասերգներ, երկրորդ բաժինը եկեղեցական ասերգը։ Խազերի 5 հատորը երբ հրատարակվեց, առաջին հատորը սա միայն եկեղեցական ասերգ հրատարակվեց, իսկ 1990 թվականի հատորում մի այսքան էլ ժողովրդական ասերգն է, կեսը ժողովրդական ասերգ, այստեղ միայն առողացան։ Եվ ժողովրդական ասերգի օրինակներ դες երգեմ, որ մեր գուսանները, աշուղները պատմելով երգում էին։ Դրանցից մեկը Սավսի Դավիթ էպոսում է, Կոմիտասն է գրառել Ձենով Օհանի երազը, որ երազա տեսնում, գիտեք, Դավիթը ընկնում է հորը Մսրամերիկ խապը եւ Օհանը երազա տեսնում, որ ասում է ասերգ է, տեսեք։ Այսօր էր ազմիմ տիս
սեր, մեկ աստեղ մելավ են սասուն ահաստեղ են, խատեղ են, մեկ լուսնակ մելավ են մհսրատեղ են, խատեղ են, են մսրա լուսնակ հարչև են սասունած աստղին խավարած, խախավարավ, Հաջորդ օրինակը գուսաններից, չէ, հաջորդ օրինակը երկեմ, հետո կերքեմ, Կոմիտասը երբ որ գրում էր Անուշ օպերա էր ուզում գրեր, մենք ծանոթ է Տիգրանյանի հրաշալի աննման օպերան, հայկական եղանակներով, ընդ որում Արմեն Տիգրանյանը այդ եղբորից վերցրել է Նիկողայոս Տիգրանյանից շատ եղանակներ, ով ուսումնասիրում էր արևելյան մեղեդիները և Կոմիտասին շատ հարգում, պաշտում էր այդ մարդը, այնպես որ Կոմիտասի և Արմեն Տիգրանյանի կապը ինչ-որ տեղ կա, բայց Կոմիտասը գրում էր իր իմացած օրենքներով, իր ժողովրդական հին ոճի ձևով, դե իհարկե չգրեց, չավարտեց, պահպանվել են հատուկենտ նմուշներ, որ սևագրեր, դրանցից մեկը աղջի անաստվածը, որ Արմեն Տիգրանյանի մոտ գիտենք երգը, չէ աղջի անաստված նստիր վրանում երկար ելևեջով երգա, Կոմիտասի մոտ ասերգ է, և այսպես, չէ որ բառերն ասում աղջի անաստված նստիր վրանում, աշուղ է շինել, չեմ հանգստանում, խաղեր կանչելով, չորեր չափելով, ոչխարս անտեր, ընկել եմ հանդեր, Աման երեցիր դու ինձ քո սիրով, ոտս կապեցիր թերթել մազերով, երբ չեմ դիմանա կփախցնեմ զորով, այ սարի աղջիկ, այ սիրուն աղջիկ, այ դու կարմրաթուշ, դու խամազանուշ, քո հերն ու մերը թե որ ինձ չտան, արին կթափեմ ես գետի նման, ինչ է նշանակում ես, որ այդ երգողը տենց չի որ սենց հանգիստ, երկար սիրով երգում է, այդտեղ ասում է կփախցնեմ, հերն ու մերը չտան, կգամ արուն կթափեմ, եւ Կոմիտասը սա ասերգով է արտահայտել, ասերգ է, նայեք Աղջի անաստված նստիր վրանում, ինչ ես դուրս գալիս խելքամաղանում, հաշլուղ է շիննել չեմ հանգստանում, խաղեր չափելով, ժոլեր չափելով, ոչխարը սանդեր ընկել եմ անդեր։ Աման երեցիր դու ինձ քո սիրով, ոտս կապեցիր թերթել մազերով, էլ չեմ դիմանա կփախցնեմ զորով, այ սարի աղջիկ, այ սիրուն աղջիկ, այ դու կարմրաթուշ, այ դու խամազանուշ, Քո հերն ու մերը թե որ ինձ չտան, արին կթափեմ ես գետի նման սարեր, սենց արդեն, գրանց ջղայում, Արին կթափեմ ես գետի, ձենս չի երիքում բարձր որ եկեմ, սարեր կկանչեմ կկորչեմ անգյուման, այ սև աչերով և այլն։ Ասերգը մտադիր էր, որ օգտագործվի մեր պրոֆեսիոնալ երաժշտության մեջ, Սա եվրոպական երաժշտության մեջ ռեչետատիվն է, գիտեք, որ օպերաներ կան, շատ անգամ մարդ ձանձրանում էլ չի կարում լսի, այնքան շատ է լինում, երևի ավելի շատ այդ ռեչետատիվն է լինում, որ խոսում են ասերգով, քան երգում։ Գուսաններից մեր Հեյվախ, որտեղ գիտուն մարդ կա, շուտ այստեղ բերեք, Երեսով կարող չեք նամակով, այսինչ ճաղացպանը շուտ այստեղ բերեք, թող երթամ կորչելու, չուր գնամ, և այլն։ Կամ հետո հեյվախ են ասում, հեյվախ, կամ հայ, այսօր մարդավորսի գնալու եմ ես, աղեղից անսծխալ լարերը թող լան,
Պապերիս բերանով ձայն տալու եմ ես, որ թնդան լեռները շայրերը թող լան, պապերիս բերանով ձայն տալու եմ ես, թող թնդան լեռները ժայռերը թող լան։ Սա մեր գուսաններն են երգում, ցավոք այսօր այս երգերը քիչ է երգում, ավելի շատ երգում են այդպես խաղցր-մաղցր աշուղական երգեր, էլի լավն են, բայց սրանք շատ զարմանալու երգեր են։ Իդեպ այս երգերին հատկապես ամենամեծ ուշադրությունը դարձրել եւ ամենամեծ երախտիկը ունի, ամենաշատ գործ արել է Արամ Կոմիտասի Սանիկը, Արամ Քոչարյանը, Արամ Քոչարյանի հայրը Ճեմարանում Կոմիտասի տեսուշներ Կոմիտասի ընկերը եւ Արամ Քոչարյանը հավաքել է այս գուսանական երգերը, հրատարակել է մի ամբողջ հատորով, գրառել է սիրավեպերը, նա գրել է հայ ժողովրդական գործիքների մասին առաջին աշխատությունը, ամբողջական հրատարակվեց, իմ մոտ էր ձեռագրերը տվեցի ակադեմիային, հրատարակվեց նրա հարկանային, հարվածային եւ փողային հայկական գործիքները, բայց դեռ չի հրատարակվել լարային նրա արած գործիքները, նրան 30-ական թվականներին աքսորեցին Սիբիր, ասեմ, որ ակադեմիայի երաժշտական բաժինը նա է հիմնել, ժողովրդական ստեղծագործության կաբինետը կոնսերվատորիայի նա է հիմնել, Չարենցի անվան գրականության ինստիտուտ թանգարանը նա է հիմնել, այսօր հրապարակետևը որ կա, որտեղ պահվում է մեր բոլորի ձեռագրերը եւ Կոմիտասի ձեռագրերն են այնտեղ պահում, այնտեղ ասեմ ձեզ, որ իրենց պահեստում ներքևը ներքնահարկում կան հայկական ժողովրդական նվագարանների շատ տեսակներ, որոնք չեն ցուցադրվում, չգիտեմ ինչի, քեմանիներ, կանոններ, դուդուկներ, դափեր, դիպլիպիտոներ, տարբեր հարվածայիններ, որ Քոչարյանն է ժամանակին մեծ մասը հավաքել եւ այնտեղ է պահվում եւ նա այնքան գործ է արել եւ այդ Սիբիրում, որ երկրում մոռացա, որ իրեն աքսորել են, նա առաջի անգամ այդտեղի ժողովրդական երգերն է հավաքել, տարածել եւ այսօր նրա անունով այնտեղ դպրոց կա, փողոց կա, որովհետեւ ինչ որտեղ դարձել է իրանց Կոմիտասը այդտեղի, հետո աքսորից վերադարձել է, տնային կալանք են տվել եւ այդ զինվորական շինելահակին քնում էր համարյա գետնին, իրեն այցելել է, վախեցել են այցելեն, քանի որ տնային կալանք է, Հովանես Շիրազնա միշտ գնացել մոտը եւ շատ մեծ մարդ, որին պետքա նորից հիշեն, անդրադառնան եւ մեր ժողովրդը իմանա, Արամ Քոչարյան, կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության կաբինետում նրա նկարը կա, ամենտեղ կա, ակադեմիայում կա, մի շքեղ, փառահեղ մարդ։ Անցնենք առաջ, ուրեմն ահա այդպես տասնյակ ասերգեր պահպանվել են Արամ Քոչարյանի շնորհիվ։ Կանք իմ վերծանություններին, ես ասեցի, որ գրել եմ 5 հատոր, դեռ 30 տարեկան էի, որ կոնսերվատորիան ավարտեցի, ես 5 հատորը պատրաստ էր, սրանք վերահրատարակություններ են, լավ գերմանական թղթով, առաջի հատորը նորից ասեմ առոգանություն, քանի որ ասեցինք այսօր, այս հատորի մասին էր խոսակցությունը, երկրորդ հատորը մեր լադերն են, երրորդ հատորը տաղաչափություն, ռիթմերը, շարականների տաղաչափությունը, չորրորդ հատորը խազեր, ամեն խազ եւ նրա նշանակությունը եւ վերջին հատորը վերծանություն, որտեղ վերծանված արդեն կան իմ կողմից արած վերծանությունները խազերի, իդեպ դա անգլերեն հայերենով CD եղավ, թողարկվեց ձայներից, լազերային ձայնասկավառակ, Հայաստանի պետական կամերային երգչախումբն է երգում, Ռոբերտ Մրգյանի ղեկավարությամբ, ձայնագրվել է Ցաղմոսավանքում, տեքստը հայերեն եւ անգլերեն է, խազերից վերծանված երգերը, համերգներ է եղել Ամերիկայում, Գերմանիայում, Դանիայում, Ֆրանսիայում,
չգիտեմ, համետատ երկել են։ Հերոստատեսությամբ շատ հաղորդումներ են եղել, այն ժամանակ, որ լույս էր տեսնում իմ գրքերը եւ այն ժամանակ գրեթե ամիս չկար, որ չլիներ մի հաղորդում, շատ շնորհակալ եմ այդ կողմից այն ժամանակ տարբեր ալիքներին, որ ներկայացրել են բոլորը, միշտ եղել է, եւ հիմա ես կերկեմ ձեզ համար վերցանած շարականներից Քրիստոս Աստված շարականը։ Խազերից վերցանություն, իդեպ մեր այս խազերից վերցանված երգերը շատ նման են հին շրջանի, կարելի է բուրգերի տակ երգել եւ կտեսնեք, որ նույն ժամանակի երբեք խոր չի լինի, եթե նույնիսկ երգեք հին հունական տաճարների տակ Հոմերոս կարդակ կամ մեր էպոսը կարդանք երգենք կամ մեր հին ճարտարապետության Ուրարտական Մուսասիրի տաճարի նկարի ներքո երգեք, տեսնեք նույն քաղաքակրթությունն է հին եւ դա պատահական չի, որովհետեւ մեր եկեղեցական երգերը գալիս են նախաքրիստոնեական շրջանից, այնպես ինչպես գրաբար լեզուն քրիստոնեության ժամանակ չի մեջտեղ եկել, այլ հազարամյակներ առաջ կար, այդպես էլ մեր երաժշտությունը կար եւ ոչ ոք չէր կարող այն ժամանակ երաժշտություն հորինել օդից, ազգային երաժշտությունը լեզու է, ինչպես խոսելու լեզու, եւ դա մեր եկեղեցին գրել է եւ թողել է մեզ մատյաններում, միջնադարյան ձեռագրերում, որ Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթևը մեր եղանակները վերցրեցին հին եղանակներից, որոնք համապատասխանում էին հողին, ջրին, օդին, հուրին, տարերքներին եւ դրանց մի մասը առաջացել է դարբնի երկաթի կռելու ձայներից, մի մասը հյուսնի երկաթի եղանակների, մի մասը մեր առաջացել են ծովի ալիքներից, մի մասը առաջացել են ջրաղացի աղորիքի ձայնից, մի մասները առաջացել են տաղերի ձայները կենդանիների ձայներից, թռչունների ձայներից եւ այդպես բերվում է մի հեթանոսական հին շրջանի երաշտագիտական, այսպես ասած, աշխարհայացք։ Քրիստոս Աստված, որ առավել քան զարեգակ, ըստ նշան քո հաղթողրաձև ցուցեր գերի վերոսրբո Գողգոթա, վասն որոս քեզ բարեբանեմք Աստված հարցն մերոց, քանզի պայծառ եւ սուրբ փրկական խաչ քո Տեր, զարդարյալի լուսո հերկնից ցոլացյալ երևյուր Հերուսաղեմ, վասն որոս քեզ բարեբանեմք Աստված հարցն մերոց եւ բոցաճաճանչ փայլմամբ արեգակնայիցն հաղթեր ճառագայթից եւ ահեն բնակ եւ եկեք հետեւյալ կի խավարան իմաղթաս փառավորս քեզ
բարեբանենք Աստված հարցն մերոց աստեր օրնեցեք և բարձրարեք ազնավի կյան, որ զահավոր խորորդ մյուս անգամ գալստյան յուրո Քրիստոս տպավորյաց այսօր փայլմամբ Սուրբ խաչին, որով երկիրս պանծացավ, որ ահավոր ձևով ցուցավ, ցնծացավ Հերուսալեմ և զարհուրյալ դողային դասկ սանդարամետից և բարձրարեք ազնավի կյան։ Ահա այսքանը խազերի մասին կարճ համառոտ, որովհետև շատ բարդ գիտություն է և կարելի է ժամերով խոսել, դրա համար էլ այս 5 հատորը այստեղ դրված է, այսքան։